Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող հայերին ազատ արձակելու հարցում Ադրբեջանի իշխանությունների նկատմամբ անհրաժեշտ եվրաքաղաքական ճնշում հայ իրավապաշտպանները չեն տեսնում։ Նրանք այս մասին հենց Եվրոպական խորհրդարանում են հայտարարում։ Ցավոք նկատում ենք, որ Եվրոպական խորհրդարանի միանշանակ դիրքորոշումը էականորեն չի դրսևորում Եվրոպական միության գործադիր իշխանության քաղաքական վարքում, եւ մենք Ադրբեջանի վրա անհրաժեշտ քաղաքական ճնշում չենք տեսնում Եվրոպական միության գործադիր իշխանության կողմից։ Բրյուսելում եվրոպական հարկի տակ հայ եւ միջազգային իրավապաշտպաններին, ինչպես նաեւ Ադրբեջանում պահվող ռազմագերիների ընտանիքների անդամներին ընդունել եւ այս քննարկումը նախաձեռնել են եվրոպացի падգամավորները։ Նրանք եւս կիսում են Արցախի նախկին նախագահ այժմ Բաքվի բանտում պահվող Դավիթ Իշխանյանի որդու մտահոգությունը։ Հիասթափված են Եվրոպայի գործադիր իշխանության աշխարհաքաղաքական ակնկալիքները ստվերել են թե Եվրոպական խորհրդարանի կամքը, որով պահանջել էին հայ գերիների անհապաղ ազատ արձակումը, թե այն արժեքները, որոնց հիման վրա հիմնված է այս միությունը։ Քաղաքական բանտարկյալների հարցը պետք է արժանանա առավելագույն առաջնահերթության եւ չդրվի վտանգի տակ։ Իսկ այն, որ այս հարցում արդեն իսկ էական մարտահրավերներ կան, եւս փաստում են եվրոպական դահլիճում։ Ադրբեջանում պահվող հայ պատանների հարցը Ադրբեջանի հետ հարաբերություններում Եվրամիության համար պետք է դառնա օրակարգային։ Բարձր ներկայացուցչի, Եվրոպական հանձնաժողովի, Եվրոպական մյուս մարմինների, միությանն անդամակցող երկրների պատվիրակությունների կողմից այդ հարցը պետք է շարունակաբար բարձրացվի Ադրբեջանի իշխանությունների առաջ։ Եվրոպան Ադրբեջանից պետք է պահանջի երաշխիքների փաթեթ, որը կներառի անկախ մարդասիրական կազմակերպությունների մուտք Ադրբեջանում պահվող հայ պատաններին, մշտական կապ նրանց ընտանիքների հետ, ինչպես նաև անկախ բժշկական հետազոտություն, փաստաբանի հասանելիություն եւ դատավճիռների հրապարակայնություն։ Առանց արդարության չի կարող լինել խաղաղություն, ասում է միջազգային դատարաններում հայ գերիների շահերի ներկայացուցիչը։ Սիրանուշ Սահակյանն ասում է, չի կարելի թույլ տալ, որ Ադրբեջանը պատասխանատվությունը փոխարինի հաղթողի արդարադատությամբ։ Ադրբեջանը, որը պատերազմական հանցագործություններ է իրականացրել եւ չի կրել պատասխանատվություն հայերի նկատմամբ կատարած վայրագությունների համար, այժմ ներքին դատավարությունների միջոցով հայ գերիներին ներկայացնում է որպես ահաբեկիչներ եւ ռազմական հանցագործներ։ Իրական խաղաղության գործընթացը չի կարող կառուցվել տեղահանված ժողովրդի ներկայացուցիչների բանտարկության, գերիներին նրանց ընտանիքներից եւ փաստաբաններից մեկուսացնելու, ինչպես նաեւ մարդու իրավունքների եվրոպական դատարանի պարտադիր ուժ ունեցող վճիռները չկատարելու հիման վրա։ Սիրանուշ Սահակյանն նահազանգում է չնայած ստանձնած պարտավորությանը Ադրբեջանը մինչև օրս նույնիսկ չի ապահովում վստահորդների հետ անսահմանափակ եւ անխոչնդոտ գաղտնի հանդիպումներ ունենալու գերիների միջազգայինորեն ճանաչված բացարձակ իրավունքի իրացումը։ Նրանք պարզապես կալանավորված անձինք չեն, սովորական քրեական դատավարության ընթացակարգով, այլ արդյունավետ կերպով օգտագործվում են որպես գործիք Հայաստանի հետ հարաբերություններում այսպես կոչված պատանդային դիվանագիտության համար։ Ադրբեջանի հետ շփումներում հայ ռազմագերիների անհապաղ ազատ արձակումը դարձնել առաջնահերթություն։ Համաժողովն ավարտվում է միասնական այս կոչով։ Սննդամթերքի գնաճը Հայաստանում գերազանցում է ընդհանուր գնաճին 2026-ի հունիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ սննդամթերքի գները Հայաստանում աճել են միջինը 8.6%-ով, իսկ առաջին 6 ամիսների գնաճը նախորդ տարվա համեմատ կազմել է 7.5%։ Միաժամանակ բոլոր ապրանքների եւ ծառայությունների ընդհանուր գնաճը կազմել է 5.1%։ Այլ կերպ վերջին 1 տարվա ընթացքում գնաճը արագացել է, բայց վերադառնանք սննդամթերքի գներին։ Սա այն շուկան է, որում արձանագրված փոփոխությունները միանգամից իրենց գրպանի վրա զգում են բոլորը, հատկապես հասարակության ամենախոցելի խմբերը։ Իրանի պատերազմը, որ մի քիչ սահմանները փակվեց, ընթացքում մի քիչ դժվարություններ առաջացան, մեր տեղական արտադրողներն էլ բարձրացրեցին գները, հետևաբար հետվերադարձ չեղավ նախկին գների։ Կաթնամթերքը, պանիրը եւ ձուն թանկացել են 12.5%-ով։ Սա էական աճ է եւ փորձագետների կարծիքով ուղղակիորեն կապված է Իրանից արտահանումների դժվար անցման եւ լոգիստիկ խնդիրների հետ, քանի որ տեղական կաթնամթերք արտահանողները հաճախ օգտագործում են հենց իրանական հումքը։ Մսի շուկայում եւս 12.5% գնաճ է գրանցվել եւ սա արդեն սիստեմատիկ բնույթ է կրում։ Միսը Հայաստանում շարունակաբար թանկանում է։ Քանի որ խոզի սառեցված միսը ներկրվում է մեծ ծավալերով, սա մեղմում է տեղական խոզի մսի սակագինը։ Տավարի մսի հետ կապված ներկրումները բավականին քիչ են այդպես սառեցված մսի, դրա համար իր գնաճը ակնհայտ է լինում։ Կազմակերպությունները, ովքեր որ մսի սպառում են իրականացում, դրանք կլինեն հանրային սննդի օբյեկտներ, ռեստորանները, արագ սննդի կետերը, ֆուդ կորտները եւ այլն, նրանք էլ են գնալու անպայման ու գնացած են սառեցված մսի կետը։
Սննդամթերքի ընդգրկում ցանկում ամենամեծ թանկացումն արձանագրվել է մրգերի դեպքում 16.8%։ Ռուսաստանի կողմից հայկական գյուղմթերքի ներկրումների խիստ, եթե չասենք տոտալ սահմանափակումների հանգամանքը հանրության շրջանում գնանկման հետ կապված որոշակի սպասելիքներ առաջացրեց այն պարզ տրամաբանությամբ, որ եթե գյուղմթերքը չի արտահանվում, հետևաբար պետք է էժանանա։ Իրականում գնաճը վերաբերում է նախորդ ամիսներին, երբ նորից Իրանի շուրջ ծավալվող զարգացումների ֆոնին դադարեցին ներկրվել մրգերի եւ բանջարեղենի որոշ տեսակներ։ Մարտ, ապրիլ, մայիսին, երբ որ Իրանը պատերազմի դրության հետ կապված սահմանը փակեց, մենակ բուլղարական պղպեղի գինը 1100-ից թռավ 2000 դրամ։ Իրանք պետք է թիրախավորեն այնպիսի սակագին, որպիսի կարողանան վարկային այդ պարտավորությունների մարումները, պարտանյութերի, ջրի սակագին եւ այլն դրանք կարողանան վճարել։ Հիմա շրջանառվում են լուրեր, որ Հայաստանից արտահանումներ են սկսվել դեպի արաբական երկրներ եւ Եվրամիության անդամ պետություններ, սակայն խոսքը սահմանափակ ծավալների մասին է։ Այդ դեպքում որ ուղղությամբ է արտահանվում հայկական գյուղմթերքը։ Ինչպես էր ժամանակին թուրքական արտադրանքը վրացական կազմակերպության միջոցով ներկրվում Հայաստան, հիմա այդ նույն հետադարձ շղթայով հետա վերադառնում։ Նույնիսկ խոսակցություններ կան, որ Ադրբեջանի միջոցով է արտահանվում Ռուսաստան։ Այսինքն վաճառողների պահանջարկը չի նվազել։ Մի քանի միջնորդ են ավելացել դեմս Ադրբեջանի կամ վրացական կողմի, մի քանի մարդ ավել փող աշխատում, իհարկե դրսում ոչ թե մեր հայրենակիցներից, եւ փաստորեն դուրս է գալիս հայկական արտադրանքը ներկայացնում են օտարազգիները դրսում։ Այս պայդրությամբ միջելա լոլիկի, ծաղիկի եւ եկել պղպեղի։ Դերցի մթերման շրջանը չի, դերցան, նեկտարինա, սալորը, դրա մթերման շրջանները հենց հասի դրանց գինել է իշնելու։ Մասնագետները այս տարի էական գնանկում են սպասում խաղողի շուկայում, այս շուկան եւս ավանդաբար աշխատել է դեպի Ռուսաստան արտահանումներից ստացած շահույթների հաշվին։ Հիմա սակայն դեռևս պարզ չէ, թե ինչպես է սպառվելու տեղական բերքը։ Ավելի քան 5800 սնանկության դիմում է ներկայացվել դատարան 2024-ին 25-ին գրանցվել է շուրջ 4700 դիմում, հիմնականում ֆիզիկական անձանց կողմից։ Սնանկության գործող համակարգը ըստ մասնագետների հաճախ հնարավորություն են անբարեխիղճ ճանապարհով պարզապես ազատվել պարտքերից։ Այս խնդիրը լուծելու նպատակով համակարգում իրականացվել են էական փոփոխություններ, որոնք առաջիկայում մտնելու են ուժի մեջ։ Նախագծով նախատեսվում է, որ դատարանը մանրամասն կուսումնասիրի պարտապանի ֆինանսական վիճակը, նախկին գործարքներն ու գույքի օտարումները։ Արդյունքում, եթե նման կասկածներ են լինել, ապա սնանկության դիմումը կարող է մերժվել, իսկ եթե այդ ամենը պարզվի հետագայում, ապա դատանը անձին չի ազատի պարտքից, ինչպես որ հիմա է տեղի ունենում։ Կարևոր փոփոխություններից մեկն այն է, որ սնանկությունը այլևս չի հիմնվելու միայն չվճարված պարտքի կամ պարտքը հաստատող պայմանագրի հիման վրա։ Նախ պարտատերը պետք է փորձի պարտքը ստանալ դատարանի միջոցով եւ հասնել դրա բռնագանձմանը։ Միայն դրանից հետո հնարավոր կլինի դիմել սնանկության գործընթացի, որպեսզի պարտքի ֆիկտիվ պայմանագրերի հիմքով մարդուն չճանաչեն սնանկ։ Պարտավորությունը նախ եւ առաջ պետք է փորձ կատարվի բռնագանձել դատական կարգով, որպեսզի նաեւ մենք բացառենք պրակտիկայում շատ դեպքերում ֆիկտիվ պայմանագրերի հիման վրա սնանկ ճանաչելու այդ արատավոր պրակտիկան։ Սնանկության փոփոխված համակարգը նաև հնարավոր չի տա այլևս թաքցնել պարտապանի գույքը։ Դա վերաբերում է այն դեպքերին, երբ ինչ-որ մեկը ունի գույք, գնում կամ վաճառում է այն, սակայն դա անում է շրջանցող ուղիներով։ Որպեսզի պարտատերերի համար դրանց առկայությունը գաղտնի մնա, միևնույն է անցնում է սնանկության գործընթացով։ Հաճախ գալիս է հարցումները, որ անձը ունի ինչ-որ տրանսպորտային միջոց, բայց այդ տրանսպորտային միջոցը անձը ասում է, դե ես ժամանակին խոտանել եմ, չեմ ձևակերպել, չկա, փաստացի, կորել է, վառվել է, չգիտեմ, վթարվել է, բայց հետո պարզվում է սնանկության գործը ավարտվելուց հետո ընդհանրապես իր հարևանի ավտոտնակից հանում է եւ սկսում է էլի շահագործել։ Կա եւս մեկ փոփոխություն, որը պետք է հեռու պահի քաղաքացիներին անբարեխիղճ ճանապարհով սնանկությանը հասնելու մտադրությունից։ Մարդիկ, ովքեր կճանաչվեն սնանկ, կունենան խնդիրներ հետագա կարիերայի մասով։ Սնանկության հետքը ընդմիշտ կմնա նրանց աշխատանքային պատմության մեջ եւ կխոչընդոտի պաշտոնի առաջմղմանը։ Նախատեսումը ոչ միայն պետական պաշտոններ զբաղեցնելու սահմանափակում, այլ նաև մասնավոր կազմակերպությունները ղեկավար պաշտոններ, օրինակ ՍՊ-ի տնօրեն զբաղեցնելու սահմանափակում։ Եվ դա ունի իր որոշակի տրամաբանությունը, եթե անձը չի կարողացել իր սեփական ֆինանսական միջոցները կառավարի այնպես, որպեսզի չհայտնվի սնանկության վիճակում, ապա պատասխանատու պաշտոններ զբաղեցնել, այդ թվում նաև մասնավոր ոլորտում գոնե ինչ-որ մի ժամանակ պետքա սահմանափակվի։ Միաժամանակ նոր օրենսգիրքը նախատեսում է աջակցել այն քաղաքացիների
ընկերություններին եւ կազմակերպություններին, որոնք ֆինանսական դժվարությունների մեջ են հայտնվել բարեխիղճ պատճառներով։ Դրա համար ներդրվում է կանխարգելիչ վերականգնան նոր վարույթ, որը հնարավորություն կտա ժամանակ շահել, վերակազմակերպել պարտքերը, վերագրավել ֆինանսավորում եւ շարունակել գործունեությունը առանց անմիջապես սնանկության գործընթաց մտնելու։ Ստոպ։ Հուլիսի 1-ից սպառողները հնարավորություն ունեն իրենց նախաձեռնությամբ մեկ հպումով արգելափակելու առցանց եղանակով իրականացվող ֆինանսական գործառնությունները մոբայլ բանկինգով եւ կազմակերպության կայքով։ Օրինակ, հնարավոր է մոբայլ բանկինգով արգելափակել առցանց վարկի ձևակերպումը, ավանդից կամ խնայողական հաշվից առցանց ելքագրումները, ինչպես նաեւ այլ առցանց գործառնություններ, ապա արգելափակումը կիրականացվի բացառապես սպառողի նույնականացումից եւ ինքնության ստուգումից հետո գործիքը հնարավորություն կտա սպառողներին ավելի լավ կառավարել իրենց անունից իրականացվող ֆինանսական գործառնությունները եւ լինել ավելի պաշտպանված զեղծարարության դեպքերից։ Եթե արգելափակվել է վարկը, մարդը ասում է ես այլևս վարկ չեմ ուզում ստանալ թվային հավելվածով եւ ես զեղծարարը մտել է թվային հավելված, փորձում է վարկ ստանալ, որպեսզի այդ գումարը դուրս ստանի, ինքը չի կարողանալու այդ գործողությունը անել։ Ցանկության դեպքում կարելի է ակտիվացնել պաշտպանության ավելի լայն ռեժիմ ստոպ բոլոր ծառայությունների համար։ Այն թույլ է տալիս ժամանակավորապես արգելել գործառնությունների մեծ մասը, որոնցից ամենից հաճախ օգտվում են խարդախները, այդ թվում դրամական փոխանցումներ այլ անձանց, առցանց գնումներ եւ վճարումներ, փոխանցումներ քարտից քարտ եւ այլն։ Ընդ որում հաշիվների եւ գործարքների պատմության մասին տեղեկատվության հասանելիությունը պահպանվում է։ Ապա արգելափակման համար ֆինանսական կազմակերպությունը պետք է նույնականացնի հաճախորդին ամբողջությամբ։ Ընդհանուր սկզբունքը այսպես է դրված, որը դիզայնի մեջ է դրված, շատ հեշտ բլոկավորել, ապա բլոկավորումը դժվար լինի։ Հիմա տարբեր կազմակերպություններ տարբեր պաշտպանիչ շերտեր են դրել։ Նախորդ տարի Հայաստանում գրանցված եւ Կենտրոնական բանկ ներկայացված ֆինանսական զեղծարարությունների քանակը կազմել է 1102, պատճառված վնասը 876 միլիոն դրամ, որպեսզի այս ցուցանիշը այս տարի աճ չգրանցի, ոլորտի պատասխանատուները հորդորում են կիրառել ստոպ գործիքը։ Թեև նոր համակարգը կարող է թվալ փոքրինչ ժամանակատար, հատկապես ապաբլոկավորման բարդ ընթացակարգերի պատճառով, սակայն սա այն դեպքն է, երբ հավելյալ զգուշավորությունը կարող է ապահովագրել հնարավոր ֆինանսական կորուստներից։ Մալաթիա Սեբաստիայում թիվ 179 հիմնական դպրոցի բակում նորից գարշահոտ է։ Մայիսի 11-ին էր, որ այսօր լրատվական ուշամշանքումը ներկայացրել էին հակասանիտարական վիճակը։ Վեոլիա ջուրն այդ ժամանակ օպերատիվ էր գործել, խնդիրը արագ լուծվեց։ Հիմա այս գարշահոտը տարածվում է դպրոցի ամբողջ հետնամասում, հասնելով անգամ տեսնում եք այնտեղ դպրոցի համար նախատեսված, կառուցված բավականին լավ մարզա դաշտն է ու այս հոտին երեխաները գնում են այդտեղ ֆուտբոլ խաղալու։ Կոյուղին է, չէ, վնասված է։ Կոյուղին։ Բայց կարճ ժամանակ անց այստեղ նորից գարշահոտ է տարածվում։ Հիմա էլ պատճառը դպրոցի բակային մեկ այլ հատվածում են, կեղտաջրեր են դուրս գալիս։ Շենքի նկուղ են լցվում, երեխաները ֆուտբոլ խաղալ չեն կարողանում։ Ուղղակի հիմա արձակուրդ է, ամառային դրա համար չկան երեխաները, բայց օր առաջ պիտի այս հարցը լուծվի։ Քաղաքացիներն ասում են, խնդիրը հիմնովին պետք է լուծվի, իսկ դրա համար քաղաքային իշխանությանն են դիմում, որպեսզի աշխատանքներ իրականացվեն, մինչև երեխաները կվերադառնան դպրոց։